Կեսգիշերն անց 1:10-ին Դավթաշենում մահվան անցում անունը ստացած հատվածում ավտովթարից շուռ եկած մեքենայից երեխա են դուրս բերել։ Եղվարդի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Վլադիմիրի Նիսանը և 41-ամյա Հայկի Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Նիսանը գլխի վայր շրջվել է, վարորդներին և վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, որոնք նաև ավտոմեքենայից դուրս են բերել մի երեխայի, սակայն ծնողները հրաժարվել են երեխային տեղափոխել հիվանդանոց։ Միայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վերջին 2 օրում 10 վթարի մասին է հայտնել, որոնցից 3-ը մահվան ելքով։ Ողբերգական վթարներից մեկը Արմավիրի մարզում է եղել օգոստոսի 23-ին։ Ակնալիճում բախվել են Ford Transit-ը և Opel Vectra-ն։ Վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ Ford Transit-ը բախվել է գազատար Խողովակի Հենասյանը։ Մեկը տեղում մահացել է, 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր և Վաղաշապատ բժշկական կենտրոններ։ Մեկ զոհ 4 վիրավոր է եղել Շիրակի մարզում։ Ջաջուր բնակավայրում ճակատ-ճակատի բախվել են Kia Forte-ն և Volkswagen-ը։ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Զարու Իսահակյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։